շինհրապարակների կահավորում, փոշեկլանիչ ցանցեր եւ օդի որակի չափող սարքեր։ Հարգելի գործընկերներ, սիրելի շինարարներ, հարգելի կառուցապատողներ, փոշեկլանիչ ցանցերը ուղղակի ծախս չեն ձեզ համար։ Դա Երևան քաղաքում մարդկանց առողջության խնդիրն է։ Երևան քաղաքում ձմեռվա ժամանակահատվածում իհարկե նաև բնության դիրքավորումով պայմանավորված, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքում մենք ունենում ենք շատ ոչ բարենպաստ օդի որակ։ Եվ իրականում, այո, այդ օդի որակի վրա ազդեցություն ունեն նաև շինարարությունները, նաև հանքերը, որոնք որ գործում են Երևանում եւ Երևանից դուրս։ Եվ հարգելի գործընկերներ, այս վերահսկողական մեխանիզմը կրկին անգամ, էլի վերահսկողությունը վերահսկողությամբ, վարչարությունը վարչարությամբ, բայց ես ուզում եմ մի փոքր էլ տենց այս մակարդակում խոսակցություն ունենալ։ Երբ որ կառուցապատողը այնուամենայնիվ ինչ որ մի աշխատանք է իրականացնում, ենթադրվում է, որ ինքը պատասխանատվություն պետք է ունենա իր շրջակա միջավայրի նկատմամբ։ Եվ կառուցապատողը պարտավոր է շինարարություն իրականացնելիս համապատասխան կահավորել իր շինհրապարակը եւ համապատասխան ցանցերը անցկացնել այդ շինհրապարակում եւ կառուցվող օբյեկտի շուրջը։ Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Սա պատասխանատվություն է տվյալ վարչական շրջանում իր հարևանությամբ գտնվող շենքերում ապրող մարդկանց, այդ շենքերում ապրող երեխաների նկատմամբ։ Եվ ամեն մի կառուցապատող, երբ որ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա եւ պատկերացնի, որ ինչ ասեմ, ինքը տենց որոշ չափով իր փոքր չափով, բայց թունավորում է տվյալ միջավայրը։ Թունավորում է իր հարևանությամբ գտնվող խաղահրապարակում խաղացող երեխաների միջավայրը։ Ամեն մեկը թող իր մասով այս պատասխանատվությունը ունենա եւ հասկանա։ Եվ Երևանի քաղաքապետարանը կրկին շարունակելու է այս վարչարարությունն իրականացնել, ազգային ժողովի ընկերներին, գործընկերներին նաև առաջարկել է էականորեն բարձրացնել տուգանքների չափերը նմանատիպ վարվելակերպի համար։ Եվ առհասարակ կարծում եմ մենք անընդհատ ուղղակի այս թվերի մասին չպետք է խոսենք, այս թվերի նաև տակ գտնվող իրականության մասին պետք է խոսենք եւ մեր հետագա քայլերի։